Գումարսպետ, հարգելի հյուրեր, հավաքական անդամներ, սիրելի Ստեփանամաքսիներ, այսօր ոչ հերթական, այլ լայված կարգավարական նստահրավիրն է, որում 2022 թվականի բյուջեի տարեկան կատարումը պետք է ներկայացվի և մի հարց ունենք օրակարգում, չեմ միայն այդ հարցն է, և իհարկե ցանկալի կլինի այդ ընթերցումից հետո նաև ասենք, եթե հարցեր, խնդիրներ, առաջարկներ շատ ողջունելի կլինի, որ յուրաքանչյուրս մոտենանք հենց, որ սա բոլորինը սա ոչ միայն ասենք համայնքապետ և ավագանի պետք է որոշեն, այլ ամբողջ համայնքով, ամբողջ քաղաքում նաև ասենք մտահոգված մարդկանցով ասենք կարողանանք այդ լրիվ խնդիրներ լուծումներ տալ։ Ուրեմն անցնենք օրակարգին, օրակարգում ունենք ընդամենը մեկ հարց, չէ՞։ Ուրեմն Ստեփանան համայնքի ավականուն լայված նիստի օրակարգը հաստատելու մասին, Ստեփանան համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին և երկրորդ հարցը սա պարզապես հավաքականու հերթական նիստ տնելու, այսինքն Ստեփանան համայնքի ավականու 4-րդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։ Օրակարգի հետ կապված ավականու պետք է քվեարկի, խնդրեմ հարգելի հավաքականու անդամներ, ով դեմ ձեռնպահ։ Դե ուրեմն անցնենք աշխատանքին, եթե խնդրեմ սենց էլի այդ վերջի հարցը դե ընդամենը ասած մի քանի վայրկյան ասենք հերթական նիստ նշանակելու, նոր արդեն անցնենք հիմնական բուն հարցին, հա, կարելի է դրանց։ Դերում այդ հերթական հավաքականու 4 նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը հաստատելու մասին խնդրեմ առաջարկում։ Հերթական նիստի գումարման օրը առաջարկում ենք ուրեմն մարտի 17-ին, ժամը 2-ին, նախնական, եթե ինչ-որ հարցեր կլինեն, որ արտահերթ կամ չգիտեմ, մենք նախորդ Ինչ ավելի շուտ խնդիրներ չունենք, հարցեր չունենք, Դե դրա համար նախնական 17-ին, երբ որ բանի մեկ առաջ կգցենք, արդեն օրը կգցենք։ Խնդրեմ, առաջարկներ եք։ Դեից տոման Դելա, ուրեմն անցնենք հիմնական հարցին, Ստեփանան համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին։ Ուրեմն բյուջեի կատարման հաշվետվությունը ինքը շատ ծավալումներ, նաև որոշել ենք սենտեսահարովակի տեսքով այս ամենը ներկայացնենք, բայց ընթացքում նաև ասեմ, կարող է ասենք ինչ-որ մեկին հարց, խոսքի հետարքեր եսխի ասես, կարելի է տվյալ պարին ընդհատել և այդ հարցին մի հատ անդրադառնալ, էլի։ Հնարավոր է, չէ՞ նման բան։ Դե լավ, ուրեմն խնդրեմ միասին։ Ստեփանավան համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման մասին հաշվետվություն։ Ստեփանավան համայնքի 2022 թվականի բյուջեով նախատեսված է եկամուտների 1,502,686,500 դրամ։ Փաստացի մուտքերը կազմել են 1,48,705,600 դրամ։ Կատարողականը կազմել է 69,8%։ Մի հատ այդ դրվագի վրաս կխնդրեմ կանգ առնեք, էլի։ Ուրեմն ինքը առաջի հայացքից ասենք, որ բյուջեի ասենք նախատեսված եկամուտներ 1,502,000,000, բայց փաստացի կատարումը 1,048,000,000, այսինքն տոկոսը այս է ոնց ցածր տոկոս, 70%, դա փաստացի ասեմ իշնապանճառը։ Դրա մեր ներառված են նաև սուբվենցիոն ծրագրերը, այսինքն ծրագրերը մնացել են կիսած շինարարների կողմից տարեվերջան ավարտ լրիվ ծրագրերը չի արվել, այսինքն այս տվյալ պակաս գումարը, եթե մոտավոր 500 միլիոն այդ գումարը, դա պետության բաժնեմասն է, որը ասում ծրագրի ավարտի հետ պետությունը միանգամից կփոխանցի, մենք էլ կտանք համապատասխան շինարարներին, այսինքն առաջի այսքից դրվում է 1000 կատարողական, բայց դա իրականում դա չի, պարզապես որ չեն ավարտել եղանակային պայմաններով, նաև շինարարություններն էլ դե անցած տարի 2022 թվականին ահագին ուշ մեկնարկեցին մրցույթները, օգոստոս-սեպտեմբեր ամիսներին նոր մրցույթները մեկնարկեց, դրա համար սենց եղավ, էլի։ Խնդրեմ շարունակեք։ Տեսված է եկամուտներ 668,148,400 դրամ,
Փաստացի մուտքերը կազմել է 665 միլիոն 240,500 դրամ, կատարվել է 99,6%-ով։ Համայնքի 2022 թվականի բյուջեի ֆոնդային մասով նախատեսված էր եկամուտների 890 միլիոն 281,400 դրամ, փաստացի մուտքերը կազմել են 439 միլիոն 208,400 դրամ, որը կատարվել է 49,3%-ով։ Վարչական բյուջեի պահոստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից մուտքեր նախատեսված էր 55 միլիոն 743,400 դրամ, փաստացի մուտքերը կազմել են 55 միլիոն 743,400 դրամ, կատարվել է 100%-ով։ Նախատեսված էր ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքեր 255 միլիոն 64,600 դրամ, փաստացի մուտքերը կազմել են 271 միլիոն 889,100 դրամ, կատարվել է 106,6%-ով։ Բյուջեի 2022 թվականի տարեսկզբի ազատ մնացորդը կազմել է 104 միլիոն 455,900 դրամ, որից վարչական բյուջեի մնացորդը կազմել է 4 միլիոն 250,700 դրամ, ֆոնդային բյուջեի մնացորդը 100 միլիոն 205,200 դրամ։ Ստեփանավան համայնքի 2022 թվականի բյուջեի վարչական մասով սեփական եկամուտներ նախատեսվել էր 229 միլիոն 519,000 դրամ, փաստացի մուտքերը կազմել են 226 միլիոն 444,700 դրամ, կատարողականը կազմել է 98,7%։ Ստեփանավան համայնքի 2022 թվականի բյուջեի միջոցների հաշվին ծախսեր նախատեսված էր 1 միլիարդ 607 միլիոն 142,400 դրամ, իրականացվել է 869 միլիոն 113,700 դրամի ծախսեր, կատարողականը կազմել է 54,1%։ Համայնքի բյուջեի վարչական մասի պահոստային ֆոնդից ֆոնդային մաս կատարվող հատկացումները նախատեսվել էր 55 միլիոն 743,400 դրամ, փաստացի ծախսը կատարվել է 55 միլիոն 743,400 դրամ, կատարվել է 100%-ով։ Ստեփանավան համայնքի 2022 թվականի բյուջեի վարչական մասի փաստացի եկամուտների 19,6%-ը ձևավորվել է հարկային եկամուտների եւ դուրքերի հաշվին։ Համայնքի վարչական տարածքում գտնվող շենքերի եւ շինությունների համար գույքահար, համայնքի վարչական տարածքում գտնվող հողի հարկ, անշարժ գույքի հարկ, փոխադրյալ միջոցների համար գույքահարկ, տեղական դուրքեր, համայնքի բյուջե վճարվող պետական դուրքեր։ Համայնքի 2022 թվականի բյուջեի վարչական մասի փաստացի եկամուտների 65,7%-ը ձևավորվել է պաշտոնական դրամաշնորհների հաշվին, պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներ եւ պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներ, սուբվենցիաներ։ 16,7%-ը այլ եկամուտների հաշվին, գույքի վարձակալությունից եկամուտներ, համայնքի բյուջեի եկամուտներ ապրանքների մատակարարումից եւ ծառայությունների մատուցումից, վարչական գանձումներ, օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված համայնքային բյուջեի մուտքագրման ենթակա այլ եկամուտներ։ Ստեփանավան համայնքի 2022 թվականի բյուջեով գույքային հարկեր անշարժ գույքից նախատեսված էր 42 միլիոն 101,000 դրամ, փաստացի մուտքերը կազմել են 34 միլիոն 453,100 դրամ, կատարվել է 81,8%-ով, որից գույքահարկ համայնքային վարչական տարածքում գտնվող շենքերի եւ շինությունների համար նախատեսված էր 1 միլիոն 500,000 դրամ, փաստացի մուտքերը կազմել են 566,100 դրամ, կատարվել է 37,7%-ով։ Հողի հարկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողի համար նախատեսված էր 6 միլիոն 500,000 դրամ, փաստացի մուտքերը կազմել են 12 միլիոն 208,100 դրամ, կատարվել է 196,9%-ով։ Անշարժ գույքի հարկ նախատեսված էր 34 միլիոն 101,000 դրամ, փաստացի մուտքերը կազմել են 21 միլիոն 678,400 դրամ, կատարվել է 63,6%-ով։ Գույքահարկ փոխադրամիջոցների համար նախատեսված էր 96 միլիոն 208,000 դրամ, փաստացի մուտքերը կազմել են 86 միլիոն 736,000 դրամ, կատարվել է 90,2%-ով։ Տեղական դուրքերի գծով եկամուտները տարվա ընթացքում նախատեսված էր 7 միլիոն 659,000 դրամ, փաստացի մուտքը կազմել է 7 միլիոն 879,100 դրամ, կատարվել է 102,9%-ով, մասնավորապես ոգելից խմիչք եւ ծխախոտ նախատեսված պլանը 3 միլիոն 820,000 դրամ, որից կատարվել է 3 միլիոն 776,000 դրամը, կազմում է 98,85%։ Հանրային սնունդ նախատեսված պլանը 1 միլիոն 840,000 դրամ, որից կատարվել է 2 միլիոն 315,000 դրամ, կազմում է 125,82%։ Թանկարժեք մետաղներ նախատեսված պլանը 50,000 դրամ, կատարվել է 100%-ով։
հեղուկ վառելիքի, հեղուկացված գազերի վաճառքի թույլատվություններ, նախատեսված պլանը 1.410.000 դրամ, որից կատարվել է 1.297.500 դրամ, կազմում է 92.2%։ Արտաքին գովազդ նախատեսված պլանը 1.450.000 դրամ, որից կատարվել է 1.572.696 դրամ, կազմում է 108.46%։ Սգոծառայություններ նախատեսված պլանը 500.000 դրամ, որից կատարվել է 508.400 դրամ, կազմում է 101.68%։ Պետական դուրքեր Պետական դուրքերի գծով եկամուտներ տարվա ընթացքում նախատեսված էր 6 միլիոն դրամ, փաստացի մուտքերը կազմել են 5.760.700 դրամ, կատարվել է 96%-ով։ Պաշտոնական դրամաշնորհները տարվա ընթացքում նախատեսված էր ընդամենը 436.630.400 դրամ, ֆինանսավորվել է 436.796.800 դրամ, կատարվել է 100%-ով։ Ընթացիկ ներքին պաշտոնական դրամաշնորհներ ստացված կառավարման այլ մակարդակներից պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներ նախատեսված էր 431.619.100 դրամ, որը տրվել է ամբողջությամբ, կատարվել է 100%-ով։ Պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին կատարվող նպատակային հատկացումներ նախատեսված էր 5.011.300 դրամ, ֆինանսավորվել է 5.117.700 դրամ, կատարվել է 103.3%-ով։ Հույքի վարձակալության գծով եկամուտներ տարվա ընթացքում նախատեսված էր 11.480.000 դրամ, փաստացի մուտքագրվել է 13.677.100 դրամ, կատարվել է 119.1%-ով, որից համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարները նախատեսված էր 8 միլիոն դրամ, փաստացի մուտքը կազմել է 10.250.900 դրամ, կատարվել է 128.2%-ով։ Համայնքի վարչական տարածքում գտնվող պետության և համայնքի սեփականությանը պատկանող հողամասերի կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարները նախատեսված էր 1.850.000 դրամ, փաստացի մուտքը կազմել է 1.656.700 դրամ, կատարվել է 89.6%-ով։ Այլ հույքի վարձակալությունից մուտքեր նախատեսված էր 1.630.000 դրամ, փաստացի մուտքը կազմել է 1.769.600 դրամ, կատարվել է 108.6%-ով։ Համայնքի բյուջեի եկամուտներն ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից տարվա ընթացքում նախատեսվել էր 2.149.000 դրամ, փաստացի մուտքը կազմել է 4.290.200 դրամ, կատարվել է 199.6%-ով, որից պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող մուտքեր նախատեսված էր 1.999.000 դրամ, փաստացի մուտքը կազմել է 100%։ Օրենքով սահմանված դեպքերում համայնքային հիմնարկների կողմից առանց տեղական դուրքի գանձման մատուցվող ծառայությունների կամ կատարվող գործողությունների դիմաց ստացվող այլ վճարներ նախատեսված էր 150.000 դրամ, փաստացի մուտքը կազմել է 2.291.200 դրամ, կատարողական է 1527.5%։ Վարչական գանձումները 2022 թվականի բյուջեով նախատեսված էր 59.271.000 դրամ, փաստացի մուտքերը կազմել են 67.829.400 դրամ, կատարվել է 114.4%-ով։ Այդ թվում տեղական վճարներ համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար, աղբահանության վճար, համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար, համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների ծառայություններից օգտվողների համար նախատեսված էր 58.071.000 դրամ, փաստացի մուտքերը կազմել են 50 միլիոն դրամ, կատարվել է 86.1%-ով։ Համայնքի վարչական տարածքում ինքնակամ կառուցված շենքերի շինությունների օրինականացման համար վճարներ նախատեսված էր 1.200.000 դրամ, փաստացի մուտքերը կազմել են 17.829.500 դրամ, կատարվել է 1485.8%-ով։ 2022 թվականին մուտքեր դույժայրից դուկամտներից նախատեսված էր 50.000 դրամ, փաստացի մուտքերը կազմել են 6.020.000 դրամ, կատարվել է 1204%-ով։ Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված համայնքի բյուջեի մուտքագրման ենթակա այլ եկամուտներն փաստացի մուտքերը կազմել են 1.798.000 դրամ, կատարվել է 27.2%-ով։ Ստեփանավան համայնքի 2022 թվականի բյուջեի ֆոնդային մասով նախատեսված էր եկամուտներ 890.281.400 դրամ,
Հաստատի մուտքերը կազմել են 439 միլիոն 208,400 դրամ, որը կատարվել է 49,3%-ով։ Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ նախատեսված էր 665 միլիոն 3,300 դրամ, հաստատի մուտքերը կազմել են 252 միլիոն 843,500 դրամ, կատարվել է 38%-ով։ Նվիրատվության ժառանգության իրավունքով ֆիզիկական անձանցից և կազմակերպություններից համայնքին Խնդրեմ այդ ուշադրություն դարձնեք, հենց այդ 400 քանի միլիոն գումարը, որ մի քանի տեղ արտացվում է, դա պետք է հատվածով գումարի մասին նախոսքեր, որտեղ տոկոսը կատարողականի տենց իջնում է, որտեղ էլ եմ ասում շինարարությունների չավարտված մասով է դա։ Վերջինիս ենթակա բյուջետային հիմնարկների տնօրինման անցած ուղղքի, իրացումից և դրամական միջոցների կապիտալ ծախսերի իրականացման համար, ինչպես նաև միջազգային կազմակերպություններից համայնքի բյուջե ստացված մուտքեր նախատեսված էր 176 միլիոն 297,100 դրամ, հաստատի մուտքերը կազմել են 130 միլիոն 321,500 դրամ, կատարվել է 73,9%-ով։ Ստեփանավան համայնքի 2022 թվականի բյուջեի միջոցների հաշվին ծախսեր նախատեսված էր 1 միլիարդ 607 միլիոն 142,400 դրամ, իրականացվել է 869 միլիոն 113,700 դրամ, կատարողականը կազմել է 54,1%։ Ծախսեր ոչ ֆինանսական ակտիվներից մուտքերի հաշվին նախատեսված էր 225 միլիոն 64,600 դրամ, հաստատի ծախսը կատարվել է 271 միլիոն 889,100 դրամ, կատարվել է 106,6%-ով։ Ընդամենը Ստեփանավան համայնքի 2022 թվականի բյուջեի միջոցների հաշվին ծախսեր նախատեսված էր 1 միլիարդ 862 միլիոն 207,000 դրամ, իրականացվել է 1 միլիարդ 140 միլիոն 2,800 դրամ, ծախսերի կատարողականը կազմել է 61,2%։ 2022 թվականի բյուջեի վարչական մասով ծախսեր նախատեսված էր 672 միլիոն 399,100 դրամ, հաստատի ծախսը կազմել է 601 միլիոն 205,500 դրամ, կատարողականը 89,4%։ 2022 թվականի բյուջեի ֆոնդային մասով ծախսեր նախատեսված էր 990 միլիոն 486,700 դրամ, կատարվել է 323 միլիոն 651,400 դրամ, կատարողականը կազմել է 32,8%։ Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով ծախսերը 2022 թվականին նախատեսված էր 244 միլիոն 665,000 դրամ, ծախսը կազմել է 213 միլիոն 273,800 դրամ, կատարման տոկոսը 87,2%։ Տնտեսական հարաբերությունների գծով ծախսերը նախատեսված էր 254 միլիոն 644,900 դրամ, հաստատի ծախսը կազմել է 53 միլիոն 826,300 դրամ, կատարման տոկոսը 21,1%։ Շրջակա միջավայրի պաշտպանության գծով ծախսերը նախատեսված էր 72 միլիոն 184,900 դրամ, հաստատի ծախս կատարվել է 66 միլիոն 952,000 դրամ, կատարման տոկոսը 92,8%։ Բնակարանային և կոմունալ ծառայությունների համար նախատեսված էր 185 միլիոն 358,100 դրամ, հաստատի ծախսվել է 133 միլիոն 483,700 դրամ, կատարման տոկոսը 72%։ Հանգիստ Այս արդեն մտանք մի հաշվարկի մեջ, ոնց որ ասած, որ ինչ-որ նախատեսել ենք ծախսելու և տոկոսը պարզապես որ ասում, արդեն քիչ ենք ծախսել, նաև տեղեր կա, որ լուրջ տնտեսում ենք ունեցել։ Ինչ-որ պլանավորել ենք ծախսել, փաստացի չենք ծախսել, այս արդեն այդ փուլում ենք, խնդրել այդ ձևով ուշադրություն դարձնեի։ Մշակույթ և կրոն բնագավառի գծով նախատեսված է 439 միլիոն 737,700 դրամ, ծախսերը կազմել են 183 միլիոն 169,200 դրամ, կատարման տոկոսը 41,7%։ Կրթության բնագավառով նախատեսված 311 միլիոն 819,700 դրամի դիմաց փաստացի ծախսվել է 231 միլիոն 90,800 դրամ, կատարման տոկոսը 74,1%։ Սոցիալական պաշտպանության գծով 2022 թվականի համար նախատեսված 4 միլիոն դրամի դիմաց փաստացի ծախսը կազմել է 3 միլիոն 800,000 դրամ, կատարվել է 95%-ով։ Հիմնական բաժիններին չդասվող պահոստային ֆոնդերի գծով նախատեսվել է 3 միլիոն 191,300 դրամ, որից ծախս չի կատարվել։ Ըստ տնտեսագիտական դասակարգույց 2022 թվականի ընթացքում նախատեսված ծախսերը կատարվել են։
Աշխատանքի վարձատրության համար նախատեսված է 134 միլիոն 250 հազար դրամի ծախսեր, հաստատի ծախսը կատարվել է 117 միլիոն 630 հազար 600 դրամ, կատարման տոկոսը 87.6%։ Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման ծախսերը նախատեսված էր 58 միլիոն 648 հազար 400 դրամ, հաստատի ծախսը կատարվել է 45 միլիոն 449 հազար 300 դրամ, կատարման տոկոսը կազմել է 77.5%։ Դրամաշնորհների գծով նախատեսված 414 միլիոն 144 հազար դրամից հաստատի կատարվել է 376 միլիոն 809 հազար 900 դրամը, կատարման տոկոսը կազմել է 91%։ Սոցիալական նպաստների գծով նախատեսված 3 միլիոն 700 հազար դրամի դիմաց հաստատի ծախսը կատարվել է 3 միլիոն 500 հազար դրամ, կատարման տոկոսը 94.6%։ Այդ ծախսերի համար նախատեսված 5 միլիոն 913 հազար 300 դրամի դիմաց հաստատի ծախսը կատարվել է 2 միլիոն 72 հազար 400 դրամով, կատարման տոկոսը 35%։ Համայնքի բյուջեի հաշվառող միջոցների մնացորդը 2022 թվականի վերջում կազմել է 284 միլիոն 47 հազար 800 դրամ, որից վարչական բյուջեի մասով 68 միլիոն 285 հազար 700 դրամ, ֆոնդային բյուջեի մասով 215 միլիոն 762 հազար 100 դրամ։ Ստեփանավան համայնքում 2022 թվականին կատարված աշխատանքները քաղաքաշինության մասով։ 2022 թվականին պետական ծրագրով իրականացվել է M3 միջպետական ճանապարհի բաղկացուցիչ մաս հանդիսացող Բաղրամյան փողոց Ծորեգետի կամուրջ Վիրահայոց մայրուղի 4 կմ հատվածի հիմնանորոգումը, Աշոտ Երկաթ մայրուղու հիմնանորոգման աշխատանքները։ 2022-ին սկսվել է Արմանիս Ուրասար Կատնախբյուր երկար տարիներ դժվար անցանելի համարվող միջհամայնքային 11 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը, որի մեջ ներառված է նաև Կատնախբյուր համայնքի 2 կմ ներհամայնքային ճանապարհը։ Ծրագրի արժեքը 1 միլիարդ 176 միլիոն դրամ է։ Այս ծրագրի ավարտով վերջ կդրվի բնակիչների անհարմարություններին բարեկարգ փողոցներ ունենալն այլևս երազանք չէ։ Պետական ծրագրով մեկնարկել են երկար սպասված Աշոտաբերդ թաղամասի Փայտաշեն բազմաբնակարան շենքերի վերակառուցմանն ուղղված աշխատանքները։ Արդեն պատրաստ են նախագծահաշվարկային փաստաթղթերը։ Աշոտաբերդը աղետի գոտու ամենասարսափեցնող հետևանքներից է, որի վերակառուցումը կլուծի շուրջ 290 Աշոտաբերդի մասին երկու բառ ասեմ, անցած շաբաթ նաև վարչապետի հետ եմ հանդիպել, քննարկել ենք, այս տարի արդեն իսկ կմեկնարկի Աշոտաբերդ թաղամասի կառուցումը, ինքը մոտավորապես այդ ծրագիրը 46 ամիս, 40 ամիս կներեք, 40 ամիս ներողություն կունենա, մոտավոր 8 միլիարդ արժեք ունի, 15 բազմաբնակարան շենքեր է կառուցվում, իր ամբողջ ենթակառուցվածքներով խաղահրապարակներ, կայանատեղիներ, կանաչ գոտիներ, եւ այս տարվա պլանավորումից մոտավորապես միլիարդ ու կեսի արդեն առաջիկայում մրցույթ կհայտարարվի, դե 8 միլիարդ իմաստ չկա, որովհետեւ չի կարող այդ աշխատանքները ասած ասած մի տարում ավարտ ունենա, նախատեսվում է 40 ամսում, այս տարվա մեջ արդեն իսկ կմեկնարկի։ Սա այս թվա բոլորիս համար ուրախալի ողջունելի նախընտրեմ շարունակ։ Ընտանիքի բնակապահովման խնդիրը։ Ընթացքի մեջ է 2022-ին սկսված Վարժանի մարզադահլիճի կառուցումը, տարբեր մարզաձևերին հարմարեցված կառույցը կնպաստի աշակերտների սպորտային կյանքի բարելավմանը։ 2022-ի դեկտեմբերին Չարենցի փողոցի հիմնանորոգման համար կնքվել է պայմանագիր, աշխատանքները կսկսվեն այս տարի։ Ծրագրի արժեքը 746 միլիոն դրամ է։ Չարենցի փողոցի հիմնանորոգումը կփոխի համայնքի երթևեկության կազմակերպման կարգը, որի արդյունքում կթեթևանա կենտրոնական Բաղրամյան փողոցի երթևեկության հոսքը։ Չարենցն որակնարկվեց, ուրեմն Չարենցի մասով ասեմ, մրցույթը արդեն իսկ հայտարարված է, կա մրցույթը գրած կազմակերպությունը, առաջիկա երևի 10-15 օրվա մեջ իրանական պայմանները որը թույլ տա, հենց այդ օրվանից էլ արդեն կմեկնարկի Չարենցի ամբողջ կապիտալ վերանորոգումը մայթելով, դեռ ստորգետնային ենթակառուցվածքներ ջրագծի փոփոխություններ ունեն որոշ հատվածներում, չէ՞ կարծեմ գերավարման 250 մետրի ջրագիծ պետք է փոխվելու, նաև չինարի հետ որ խոսացել են, մոտավորապես ասա մի 4-5 ամսվա մեջ չի նաև կավարտվի, այսինքն ինքը չհամարվա վերջ արդեն նաև ինձ ասած ավարտված է։ Կային զարգացման հիմնադրամի միջոցներով կառուցվում է Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասում գտնվող թիվ 3 դպրոցը 1 միլիարդ 300 միլիոն դրամ արժեքով։
Համայնքապետարանի հետ համաֆինանսավորմամբ ընդհանուր 38 միլիոն դրամ արժողությամբ մշակույթի և ժամանցի կենտրոնի վիտրաժները փոխարինվում են նորերով, վերանորոգվում են սնհանգույցները։ Համայնքապետարանի և նրա ենթակայության հողակների տանիքներին տեղադրվել են արևային պանելներ, կիրառելով արդի տեխնոլոգիաներ զարդ կտրվի էներգոարտադրությանը, էներգոխնայողությանը և ունենալով անվնաս էներգիայի աղբյուր կնպաստեն շրջակա միջավայրի պաշտպանությանը։ 2022 թվականին համայնքում սուբվենցիոն ծրագրերով կատարվել են ընդհանուր 1 միլիարդ 300 միլիոն դրամի աշխատանքներ, որից համայնքի մասնաբաժինը կազմել է 550 միլիոն դրամ։ Մասնավորապես տուֆե սալարկումով հիմնանորոգվել են Քալաշյան, Աղայայի և 409 դիվիզիա փողոցները 1046 մետր երկարությամբ, մոտ 103 միլիոն 500 հազար դրամ ներդրմամբ։ Տարիներ շարունակ նշված փողոցները երբևիցե հիմնանորոգված կամ բարեկարգված չեն եղել։ Հիմնանորոգումից հետո դրանք գերապես կփոխեն թաղամասի բնակիչների տեղաշարժի հարմարավետությունը։ Պոմինական թաղամասի թվով 3 բազմաբնակարան շենքերում կատարվել են էներգոարդյունավետ արդիականացման ռիսկերի նվազեցման աշխատանքներ, մոտ 200 միլիոն 400 հազար դրամ արժեքով։ Ծրագիրը նախատեսում է ջերմամեկուսացում և էներգիայի օգտագործման արդյունավետության բարձրացում, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործում։ 60 միլիոն 760 հազար դրամ ներդրմամբ հիմնանորոգվել է Արմանիս և մոտ 38 միլիոն 660 հազար դրամ ներդրմամբ կաթնաղբյուր վարչական բնակավայրերի մանկապարտեզների մասնաշենքերը, ինչպես նաև Ուրասար վարչական բնակավայրի մշակույթի և ժամանցի կենտրոնի մասնաշենքը մոտ 54 միլիոն դրամ արժեքով։ Ներկայումս տարվում են ներքին հարդարման աշխատանքներ։ Կրթական և մշակութային այս օջախների առկայությունը գյուղական բնակավայրերում կնպաստի երեխաների նախադպրոցական կրթության զարգացմանը և մշակութային կյանքի ակտիվացմանը։ Ավարտին են մոտենում կենտրոնական գրադարանի նոր մասնաշենքի շինարարական աշխատանքները մոտ 100 միլիոն դրամ արժողությամբ։ Շենքային հարմարավետ պայմաններն էլ ավելի կնպաստեն գրադարանային ակտիվ և բազմաբովանդակ կյանքի զարգացմանը։ 2022-ին մեկնարկել և այժմ շարունակվում են քաղաքային հրապարակի հիմնանորոգման աշխատանքները 6260 քառակուսի մետր մակերեսով և շուրջ 208 միլիոն 340 հազար դրամ ներդրմամբ։ Արդյունքում կունենանք նորաոճ 5 շատրվաններով բարեկարգ ու կանաչ հրապարակ, որտեղ իրենց հանգիստը կկազմակերպեն ստեփանավանցիներն ու զբոսաշրջիկները։ Հիմնանորոգվել են Մխիթար Սպարապետ 648 մետր և Խորենացի 848 մետր երկարության փողոցները։ Այս աշխատանքների մեջ իր ներդրումն ունեցավ Ռուսաստանաբնակ բարերար մեր համաքաղաքացի Էմիլ Երիցյանը, ով նվիրաբերեց համայնքի մասնաբաժին 70 միլիոն դրամը։ Համայնքի միջոցներով իրականացվել են համայնքային ճանապարհների թվով 14 փողոցների փոսային նորոգման աշխատանքներ, ընդհանուր 3400 քառակուսի մետր մակերեսով, արժեքը 27 միլիոն 408 հազար դրամ։ Կատարվել են Ձորագետի ճանապարհի վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ, հիմնանորոգվել է Ձորագետի փոքր կամուրջը։ Կաթնաղբյուր, Ուրասար և Արմանիս բնակավայրերում կատարվել են ջրագծերի մասնակի փոխարինման աշխատանքներ։ Համայնքի միջոցներով վերանորոգվել են Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի և մարզադպրոցի տանիքները, համապատասխանաբար մոտ 5 միլիոն 218 հազար դրամ և մոտ 3 միլիոն 500 հազար դրամ ներդրմամբ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և համայնքապետարանի հետ համատեղ հիմնանորոգվել է Ուրասարի մանկապարտեզը, արժեքը մոտ 5 միլիոն 615 հազար դրամ։ Մանկապարտեզի հիմնանորոգումը Ուրասարի փոքրիկներին հնարավորություն կտա նախադպրոցական կրթություն ստանալուց բացի կազմակերպել նաև իրենց ժամանցը։ 2022-ին համայնքապետարանի, Լոռու մարզպետարանի և բարերարների համատեղ ֆինանսավորմամբ կառուցապատվեց և շահագործման հանձնվեց ազատամարտիկների պուրակը, որում տեղ գտած յուրաքանչյուր զինվորի նկար մեր ինքնիշխան պայքարի խորհրդանիշն է։ Ազատամարտիկների պուրակը ստեփանավանցիների համար դարձել է հիշատակի և հավերժության կողտրիկ անկյուն։ Պուրակի կառուցապատման և հիմնանորոգման համար ծախսվել է ընդհանուր 20 միլիոն 800 հազար դրամ։ Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը հավաստիացնում է, պետություն, համայնք կառուցողական համագործակցությունը շարունակվելու է նաև 2023-ին։ Պետք է ողջությամբ փաստել, որ կառավարությունը հավանության է արժանացրել համայնքապետարանի կողմից ներկայացված սուբվենցիոն բոլոր ծրագրերը։ Ստեփանավանի համայնքապետարանի կողմից 2023 թվականին սուբվենցիոն ծրագրերի նախագծահաշվարկային աշխատանքների համար արդեն կատարվել է 22 միլիոն դրամ ներդրում։ 2023 թվականի սուբվենցիոն Եթե թույլ կտակ ես մասով երկու բառ ասեմ, դե հաշվետվությունը 22 թվականի է, բայց նաև 23-ի մեջ ենք եւ ծրագրերը կուզեի ներկայացնել 2023 թվականին պլանավորել ենք ուրեմն սուբվենցիոն ծրագրերով 2 միլիարդ 30 միլիոն դրամ նախագծանախահաշվային արդեն իսկ հաշվարկներն են, որը կազմել է 2 միլիարդ 30 միլիոն
եմ դրան։ Դա խոսքը լինում է ուրեմն Աղայան առաջի և երկրորդ ներկաց 409 դիվիզիա չէ, ոչ ճիշտ Եկե Ներսուն Ստեփանյան, հա, էլի սալարկում, այսինքն սալարկումը, տուփով սալարկում է, տվյալ հատվածը ամբողջովին բարեկարգված է լինում, էլ նման խնդիր չենք ունենում, չէ՞ որ նս նախատեսին, որ ամբողջ հատվածները լրիվ փակում են։ Ուրեմն մշակույթի պալատի նախագիծ նախաշվարկն է պատրաստ 213 միլիոնով, ինքը ներքին հարդարման չէ աշխատանքներ է և ամբողջովին ասենք դահլիճը վերանորոգել նստարաններով ամ։ Ուրեմն ռումինական թաղամասում կրկին 3 շենք էներգախնայողության մասով պետք է բարեկարգվի, տանիքները փոխվի 272 միլիոն։ Ստե ուրեմն շատ աննախադեպ է քաղաքային այգու պլանավորումը, որի նախագիծ նախարարի ասեն կազմել է 395 միլիոն և նաև ասեն, որ այսօր արդեն մրցույթը հայտարարվել է, չէ՞։ Այո, այսօր հայտարարեցին։ 395 միլիոն, սա աննախադեպ բան է, բայց եթե կհիշեք դեկտեմբերի 7-ին էլ մշակույթի պալատի շենքը մեզ ասի, որոշակի խնդիրներ ունենք սեփականատերերի հետ, որովհետև քաղաքային այգու տարածքներ կա, որոնք սեփականաշնորհված են, բայց լուծումներ է գտնում, դա սեփականատերերի, որոշ սեփականատերերի կողմից պատրաստակամություն կա համայնքին նվիրաբերելու արդեն իսկ իրար սեփական տարածքները, հուսով եմ, որ այդ խնդիրը նմանատիպ նորմալ լուծում կստանա և առաջեկա մեկ ամսում դա հնարավոր է, որ սկսենք աշխատանքները, ընդհանրապես մտեղ մեծ ավտոդրոմ ենք նախատեսել, որը ես գումարեմ եմ մոտ 150 միլիոն նախատեսված է ավտոդրոմ կառուցելու համար, իսկ դա թե զբոսաշրջության, թե մեր երեխաների համար շատ նախադեպ բան կլինի։ Ուրեմն ասֆալտապատման նախատեսված է 424 միլիոն, որ փոխոցներն է, Պիոներներ, Անդրանիկ, Սայատնովան։ Ահա։ Ուրեմն Սայատնովայի մասով ասեմ, չի Սայատնովա, դե պիոներներ, Անդրանիկ փոքր հատվածներ իրան, պիոներները առաջի դպրոցին հարակից են երկու կողմանի հատվածնա, որ ուրելի քաղաքից են կենտրոնական մասա, դա կտան, որ առաջնային որ կարելի է թուրակը, տևուր կապներ սարքել, բարեկարգել, դե Անդրանիկը պարզապես, որ այդ հատվածները սարքնել մի փոքր հատված է ինքը գումարային է շատ փոքր է կազմում, բայց այդտեղ մեծը Սայատնովա փողոցն է, ինչ այլոց ասեմ, Սայատնովան ներառել ենք կրկին Երիցյան Էմիլը, որ ակնարկվեց, բարերարը իր այդ փոխադարձ համաձայնությամբ 50-ից 100 միլիոն նախատեսվում է իր կողմից նաև նվիրաբերություն համայնքին հենց այդ փողոցը կառուցելու համար, հենց այդ մասով մեր ամբողջ Սայատնովայի բաժնեմասն է, այստեղ 424 միլիոն 3 փողոցը միասին է, էլի ոնց որ։ Եվ նաև մի շատ կարևոր բան, որ շատ մեծ արժեք ունի, գազաֆիկացում 581 միլիոն նախաշվարկում է, ուրեմն խոսքը գնում Արմանիս, Ուրասար, Կատնավյուր վարչական մեր շրջանների ամբողջովին գազաֆիկացնելը, սա կարևորագույն կենսական նշանակության խնդիր է, որը շատ եմ ես ինքս էլ կարևորում։ Այստեղ մեր բաժնեմասն էլ ակմնում 40% են ավելի շատ պետության բաժնեմասն է, բայց ինքը շատ կարևոր է, նաև ասեմ նաև, այս ամբողջ ծրագրերը պետության կողմից չէր հաստատվի, եթե չլիներ այս գազաֆիկացման ծրագիրը, որը որ առաջնային նաև կառավարության կողմից է, առաջնայնությունը դրում է գյուղական վայրերին, որ հնարավորինս համայնքները խոշորացման արդյունքը առաջնային հենց կապված ուշադրություն դարձնեն գյուղական համայնքներին, բայց մենք դա չենք արել դրա համար, որ կառավարության կողմից հաստատել, պարզապես հենց իմ նախաձեռնությամբ քննարկել ենք, որ շատ եւ վարչական ղեկավարների հետ են քննարկել, շատ կարևոր է խնդիրը, որտեղ առավել ևս այսօր արդեն իսկ այլընտրանքային վառելիքների փայտ բան նման բաներ կարելի ասել չկա էլ բացարձակ, իսկ մենք այդտեղ ունենք մոտ 780 որ այլընտրանք չունի եւ դրա համար շատ է կարևորում մեծ ծրագիրը այսքաններ ոնց որ եւ ընդհանուր հանրագումարը 2 միլիարդ 30 միլիոն է կազմում, ասեցի, սա շատ է կարևորվում, իսկ ո՞ւմ շատ ողջունելի է, որ եթե համեմատական կարգով ասենք, կողմարսպետի ետել էին նոր քննարկում, մեզանից մի 5-6 անգամ մեծ համայնքներում նման ծավալի ծրագրեր չկա։ Ալավերդի համայնքի այս պահին ամբողջովին խոշորացված 5 անգամ մեծ է մեզանից, միլիարդ 900 միլիոն սուբվենցիոն ծրագրեր է։
նույնիսկ ոչ թե համեմատական Ստեփանովանի սուբվենցիոն ծրագրերը առավել մաքսիմում, այլ բացարձակ թե որ ոչ մի համայնք մեր մարզում այս տիպը չունի։ Աստված առաջ տեսնենք, որ իրականացնենք։ Ծրագրեր Արմանիս Ուրասար կաթնախբյուր բնակավայրերի և Ստեփանավան քաղաքի 4-րդ միկրոշրջան թաղամասի գազաֆիկացում մոտ 581 միլիոն դրամ։ Ստեփանավան համայնքի Աղայան առաջի և երկրորդ նրբանցքների 409 դիվիզիա նրբանցքի և Նելսոն Ստեփանյան փողոցի հիմնանորոգում Տուֆե Սալաշկումով 134 միլիոն դրամ։ Ստեփանավան համայնքի Սայաթ Նովա, Անդրանիկի և Պիոներների փողոցների հիմնանորոգում 423 միլիոն դրամ։ Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի վերանորոգում մոտ 214 միլիոն դրամ։ Ռումինական բազմաբնակարան թվով 3 շենքերի էներգոարդյունաբերության արդիականացման ռիսկերի նվազեցում 282 միլիոն դրամ։ Ստեփանավանի քաղաքային այգու և ալեայի անցուղու հիմնանորոգում 395 միլիոն դրամ։ 2022 թվականի ընթացքում իրականացված գործառույթներ բնակելի տուն, հասարակական նշանակության օբյեկտ կառուցելու և գյուղատնտեսական գործունեության համար համայնքի կողմից կազմակերպվել է խոհամասերի աճուրդ վաճառք և վարձակալության մրցույթ, ըստ որի օրենքով սահմանված կարգով օտարվել է թվով 8 միավոր հողամաս, որի դիմաց գանձվել է 113 միլիոն 643 հազար դրամ։ Վարձակալությամբ տրամադրվել է 110 հեկտար խոթար, 175 հեկտար արոտավայր, որի դիմաց գանձվել է 927 400 դրամ։ Համայնքի տարածքում հայտնաբերվել է քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառուցված բնակելի և հասարակական նշանակության շենք շինություններ, դրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կատարվել է օրինականացման վերաբերյալ համապատասխան գործառույթներ, օրինականացվել է թվով 29 միավոր անշարժ կույտ, որի դիմաց գանձվել է 17 միլիոն 829 հազար 500 դրամ։ Համայնքում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող քաղաքացիների սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա բնակելի տուն և հասարակական սպասարկման ոլորտի օբյեկտ կառուցելու նպատակով նախագիծ կազմելու համար տրամադրվել է թվով 69 նախագծման թույլատվություն, ճարտարապետահատակագծային առաջադրանք 53 շինարարության թույլատվություն, որի դիմաց գանձվել է 438 հազար դրամ։ Բնակելի տուն և հասարակական սպասարկման ոլորտի օբյեկտ համարվող անշարժ բույքերի համար տրամադրվել է թվով 10 շինարարության ավարտական ակտ, որի դիմաց գանձվել է 40 հազար դրամ։ 2022 թվականի ընթացքում կազմվել է համայնքի ղեկավարի 80 որոշման նախագիծ հարկ վճարողի ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարները գանձելու մասին, որի միջոցով 2022 թվականի ընթացքում համայնքի բյուջեը մուտքագրվել 5,11,727 դրամի չափով կույքահարկ։ Գրությունները պատրաստվել հարկադիր կատարման վերաբերյալ բազմաթիվ քաղաքացիների համար կնքվել է ժամանակացույց հարկը մաս-մաս վճարելու վերաբերյալ։ Հարկ չվճարողների հետ կազմակերպվել են հանդիպումներ, տարբեր բացասական աշխատանք, կամավոր կերպով հարկ չվճարելու իրավական հետևանքների մասին։ Կազմվել են համայնքի ղեկավարի որոշման նախագծեր վարչական իրավախախտում կատարած անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու համար։ Իրականացվել է քաղաքացիների դիմում բողոքների սահմանված կարգով քննարկումը։ Համայնքի իրավունքների և շահերի պաշտպանությամբ հանդես է եկել Հայաստանի Հանրապետության դատարաններում և իրավական այլ մարմիններում, մշակել և պատրաստվել են հայցատիրումներ, միջնորդություններ, դիրքորոշումներ, առարկություններ, պայմանագրեր։ Պատրաստվել են խնամակալության և հոգապարտության հանձնաժողովի իրավական փաստաթղթեր, եզրակացություններ, որոշումներ։ Պատասխան է տրվել ներկայացված բոլոր գրություններին։ Տրամադրվել են իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն համայնքի բնակիչներին, վերահսկվել է փաստաթղթերի, պայմանագրերի, որոշումների, կարգադրությունների, օրենքների համապատասխանությանը։ Ստեփանավան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում փողակի աշխատակիցների կողմից Ստեփանավան համայնքում կատարվել են ճանապարհների խճալեցման և հարթեցման աշխատանքներ Գետափնյա, Արևելյան, Ռաֆի, Տեսին, Իսահակյան, Պրոմեթևս փողոցներում, 4-րդ միկրոշրջանում և Կոմերաձորի ոլորաններում, ընդամենը 6270 քառակուսի մետր մակերեսով։ Ստեփանավան համայնքի Ուրասար, Արմանիս, Կաթնախբյուր վարչական բնակավայրերում կատարվել են ջրագծերի խրամուղու քանդման և հետլեցման աշխատանքներ, համապատասխանաբար 720, 190 և 250 մետր երկարությամբ։ Աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները կատարվում են 6 օրյա աշխատանքային գրաֆիկով։
Ստեփանավան համայնքում սանիտարական մաքրման աշխատանքները կատարվում են 61200 քառակուսի մետր տարածքում։ Կատարվել են նաև բազմաբնակարան շենքերի վնասված տանիքների, աստիճանների, շքամուտքերի դռների և ապակիների վերանորոգման աշխատանքներ։ 2022-ին ընվայրվեցին համագործակցության շրջանակները ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի բաժնի հետ։ Համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի աջակցությամբ էներգոարդյունավետ արդիականացման ռիսկերի նվազեցում ծրագրի շրջանակներում Ստեփանավան համայնքում 2022-ին ջերմամեկուսացվեց թվով 3 բազմաբնակարան շենք։ ՄԱԿ-ի ծրագրերի զարգացման նախաձեռնությամբ և Ստեփանավանի քաղաքապետարանի աջակցությամբ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, Ստեփանավանի լոռե փրկարարական ջոկատ և ավիացիոն կրթության և նորարարության կենտրոն հասարակական կազմակերպությունների միջև կնքվեց համագործակցության հուշագիր Ստեփանավան համայնքում ավիացիայի և ինովացիոն տեխնոլոգիաների կրթական կենտրոն ստեղծելու մասին։ Ստեփանավանի համայնքապետարանի աջակցությամբ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի UNDP in Armenia, Kolbalab և Street Workout Armenia-ի հետ համատեղ Ստեփանավանում կառուցվեց crowdfunding մարզահրապարակ, որտեղ իրենց ակտիվ մարզումներն են կազմակերպում տարբեր տարիքի մարզասերներ։ Եվս մի համագործակցություն ՄԱԿ-ի ծրագրերի շրջանակներում հունիսի 12-ին Ստեփանավանի համայնքապետարանը հյուրընկալել էր KSK Business խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին։ Հունիսի 18-ին Երևանում կայացած հանդիպման ընթացքում թիմերը ներկայացրին Ստեփանավան քաղաքի զարգացման իրենց տեսլականը։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի բաժնի հետ համագործակցության շրջանակներում մշակվել է Ստեփանավան համայնքի երկարաժամկետ զարգացման ռազմավարությունը, որից բխում է համայնքի 5-ամյա զարգացման ծրագիրը։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի աջակցությամբ Sky Agro-ն Ստեփանավանում հայտարարել և անց է կացվել ագրոպիլոտների ուսուցման 3 շաբաթյա անվճար դասընթացներ։ Ստեփանավան այցեքարտը ծաղիկներ ծրագրի շրջանակներում 10 տարվա դադարից հետո Ստեփանավանում կրկին նշվեց ծաղկի տոնը։ Ծրագիրն իրականացվեց հայ-ֆրանսիական մշակութային կենտրոնի և Ստեփանավանի համայնքապետարանի կողմից ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի աջակցությամբ։ 2022 թվականի ընթացքում Ստեփանավան համայնքի ղեկավարի կողմից հրավիրվել է 77 խորհրդակցություն, համայնքի վարչական շրջաններ կատարվել է 35 այցելություն, տարվա ընթացքում հրավիրվել է համայնքի ավագանու 13 նիստ, ընդունվել 138 ավագանու որոշում, որից 20-ը նորմատիվ։ Համայնքի ղեկավարի կողմից ընդունվել է 574 որոշում և 197 կարգադրություն։ Տարվա ընթացքում տրվել է 344 տեղեկանք ընտանիքի կազմի վերաբերյալ, 352 տեղեկանք բնակության վայրի վերաբերյալ և 401 ազատ ոճի տեղեկանք։ Համայնքապետարանը մուտքագրվել քաղաքացիների 1094 դիմում և տարբեր կազմակերպություններից 1366 գրություն։ Հաշվետու ժամանակաշրջանում համայնքի ղեկավարի մոտ ընդունելության է եկել համայնքի 317 բնակիչ։ 2022 թվականի ընթացքում Ստեփանավանի համայնքապետարանի խնամակալության և փոխաբարձության մարմնի կողմից իրականացվել է 7 նիստ, որի ընթացքում խնամակալություն է սահմանվել 3 անչափահաս և 1 չափահաս բնակչի նկատմամբ, փոխաբարձություն է սահմանվել 3 անչափահասի նկատմամբ, թույլատրվել է օտարել 1 անչափահասի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բույք։ Քննարկվել է պարտուսումից խուսափող կամ դպրոց չհաճախող երեխաների հետ կապված հարցեր, որի արդյունքում 5 երեխա հաճախում է դպրոց, 4 երեխա պարտուսումից խուսափող։ Ստեփանավանի համայնքապետարանի սոցիալական աշխատողի կողմից իրականացվել է 27 տնային խորհրդի ներկայացված խնդիրները վերհանելու, բացահայտելու և հիմնավոր լուծում տալու նպատակով։ Խնամակալության և փոխաբարձության հանձնաժողովի նիստում քննարկվել են նաև ընտանեկան խնդիրներ, ընտանեկան բռնության դեպքեր, չափահաս և անչափահաս բնակիչների վարքագծի քննարկումներ։ Ստեփանավանի համայնքապետարանի խնամակալության և փոխաբարձության մարմին դիջիտալված գործունեության ընթացքում համագործակցում է միասնական սոցիալական ծառայության, ոստիկանության, համայնքի դպրոցների և մանկապարտեզների հետ։ Ստեփանավան համայնքի ղեկավարի կարգադրությամբ 2022 թվականից ստեղծվել է Ստեփանավան համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու համար մշտական հանձնաժողով։ Հանձնաժողովն իր գործառույթները կազմակերպում և իրագործում է ըստ չափորոշիչային պահանջների, ըստ կարիքների գնահատման ապահովված է գործընթացի թափանցիկությունը։ Ստեփանավան համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու համար մշտական հանձնաժողովի կողմից 2022-ին կատարվել է 126 տնայց, որի հիման վրա 11 դիմում մերժվել է չափորոշիչային միավորները բավարար չլինելու պատճառով։
Թվով 115 քաղաքացու տրամադրվել է ընդհանուր 1.815.000 դրամ աջակցություն։ Ծնողների դիմումի համաձայն մանկապարտեզի վարձավճարից ազատվել է 4 երեխա հաշվի առնելով զոհվածի, պատերազմի մասնակցությամբ վիրավոր կամ հաշմանդամ, Արցախից տեղահանված լինելու գործողները։ Ավագանու որոշման համաձայն 100.000 դրամ տրամադրվել է քավթեով հիվանդ երեխայի, 500.000 դրամ զոհված զինծառայողի ընտանիքին։ 2022 թվականի մարտ ամսից Ստեփանովանի համայնքապետարանում կազմակերպվեցին համայնքային ծառայողների մրցույթներ, ապրիլ ամսին ձևավորվեց համայնքապետարանի աշխատակազմը։ 2022 թվականին համայնքապետարանում բացվեց Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ Ստեփանովանի հաշվապահական հաշվառում համայնքային ոչ առևտրային ՕԱԿ-ը, որի գործունեության հիմնական նպատակը համայնքային ենթակայության հիմնարկներում ֆինանսատնտեսական գործունեության արդյունավետության բարձրացումն է։ Տարվա ընթացքում լայնորեն լուսաբանվել է համայնքապետարանի աշխատանքը։ Հաշվետու ժամանակահատվածում պատրաստվել է 400-ից ավելի տեղեկատվական եւ իրադարձային հայտարարություն, որոնք տեղադրվել են Ստեփանավան.am պաշտոնական կայքում եւ Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական Facebook-յան էջում։ 2022 թվականի հուլիսի 1-ից 3 Լիոնում կայացած հայ-ֆրանսիական ապակենտրոնացված 4 համաժողովի շրջանակներում Ստեփանովանի պատվիրակությունը համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ հյուրընկալվել է Բույր քաղաք Դեսինի քաղաքապետարանում, կայացել է հանդիպում Դեսինի քաղաքապետ Տիկին Լորանց Ֆոտրայի հետ, քննարկվել է Ստեփանովան Դեսին փոխշահավետ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Արմեն Գրիգորյանը հանդիպել է նաև Դեսինի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ ծաղիկներ խոնարհել ցեղասպանության մշակույթին։ 2022 թվականի հունիսի 17-ին Ստեփանավան համայնքը միացավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող քաղաքապետերի դաշնագիրը հանուն կլիմայի եւ էներգիայի դաշնագրին եւ կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրին։ 2022 թվականի նոյեմբերի 21-ից 25-ը անցկացված Եվրամիության կայուն էներգիայի շաբաթվա ծրագրի շրջանակներում Ստեփանավանը մասնակցեց հայտարարված կանաչ եւ թվային զարգացում հանուն էներգետիկ անցման խորագրով մրցույթներին, որի արդյունքում Ստեփանավանի մասնակիցը լոգոյի մրցույթում գրավեց առաջին տեղը։ 2022 թվականի նոյեմբերի 29-ից 30-ը Ստեփանավան համայնքի ղեկավարը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մասնակցեց քաղաքապետերի դաշնագրի 10-ամյա արևելյան գործընկերության տարածաշրջանում խորագրով համաժողովին, որտեղ պարգևատրվեց ակտիվ համագործակցության համար։ 2022 թվականի օգոստոսի 9-ին հանուն Ստեփանովանի զարգացման հիմնադրամը գործունեության նոր փուլ սկսեց, ձևավորվեց հոգաբարձուների խորհրդի նոր կազմ, ընտրվեց նոր տնօրեն։ Հիմնադրամը վերանվանվեց Դիմակայուն Ստեփանովան եւ տրվեց մեկնարկը համայնքահեն գործունեությանը։ Ստեփանավանի քաղաքապետարանի ենթակայության թվով 4 մանկապարտեզներում բնականon հունով կազմակերպվում է երեխաների առօրյա։ Մանկապարտեզներ են հաճախում 340 երեխա, խմբերը ծանրաբեռնված չեն։ Արդյունավետ կերպով կազմակերպվում է երեխաների նախադպրոցական կրթության եւ դաստիարակության գործընթացը, որն իրականացվում է ժամանակակից մեթոդական ուղեցույցերով, ծրագրերով եւ նախադպրոցական կրթության մասին օրենքին համապատասխան։ Մանկապարտեզներում իրականացվում են համալիր միջոցառումներ, ուղղված երեխաների առողջության պահպանմանը, ֆիզիկական եւ մտավոր զարգացմանը։ Մեծ ուշադրություն է դարձվում բոլոր մեթոդական գծով բաց բարեփոխումներին, կազմակերպվում են երեխաների կատարած աշխատանքների ցուցահանդեսներ, ապահովում են մասնակցություն համայնքապետարանի կողմից կազմակերպված բոլոր միջոցառումներին։ Արթուր Ղարիբյանի անվան արվեստի դպրոց հաճախում է 248 երեխա, որից 23-ը անվճար։ Դպրոցը տարվա մեջ մասնակցելով հեղինակավոր տարբեր փառատոների արձանագրել է բազում հաջողություններ ու հաղթանակներ։ Art Music արվեստի 12-րդ մրցույթ փառատոն, Փոքրիկ քայլ երաժիշտ կատարողների հանրապետական մրցույթ փառատոն, Էտյուդ նկարչական հանրապետական մրցույթ փառատոն, Միրոնա Ֆորտե հանրապետական մրցույթ փառատոններ, Պատանի երաժիշտ կատարողների մարզային մրցույթ փառատոն։ Սրանք այն փառատոններն են, որտեղից արվեստի դպրոցի սաները վերադարձել են ոչ միայն պատվավոր տեղերով, այլև առաջին կարգի մրցանակներով ու տաղտենկների կոչումներով։ Տարվա ընթացքում Ստեփանավանի արվեստի դպրոցը կազմակերպել է համերգներ ու միջոցառումներ, մեթոդական դասեր տարբեր բաժիններում, որի ընթացքում վերապատրաստվել են դպրոցի սաներն ու ուսուցիչները։
Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատում գործում է 7 խմբակ, ուր հաճախում է 135 սան, ինչպես Ստեփանավան համայնքից, այնպես էլ տարածաշրջանի գյուղական համայնքներից։ Պալատում գործում են կերպարվեստի, վոկալի, դիզայնի, բարի, թատերական, ասմունքի և դեկորատիվ կիրառական արվեստի խմբակներ։ Պալատի սաները միջազգային և հանրապետական փառատոներին մշտապես հաջողություններ են գրանցում։ Բարի խումբն ամբողջ տարվա ընթացքում մասնակցելով տարբեր մրցույթ փառատոների ավելացրել է պատվոգրերի ու մեդալների թիվը։ Տարվա ընթացքում կազմակերպվել են տարբեր միջոցառումներ, համերգներ, ցուցահանդեսներ, վարպետաց և բաց դասեր, սեմինարներ։ Այլընտրանքային նկարչության թեմայով եղել են համայնքի բոլոր մանկապարտեզներում, տոների արդիվ համերգներով, համայնքի դպրոցներում։ Հյուրընկալել են տարբեր ծրագրերով մշակութային կյանքին առնչվող արվեստի գործիչների։ Գրադարանները մեծ նշանակություն ունեն պատմության զարգացման և անցյալի ժառանգությունը ապագացելու տեղին փոխանցելու կարևոր գործում։ Հենց այս սկզբունքով է առաջնորդվում Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան կենտրոնական գրադարանը, որը համագործակցում է Հայաստանում գործող տարբեր կրթամշակութային օջախների հետ։ Այստեղ գործում են տարբեր խմբակներ ու ստուդիաներ, կազմակերպվում են մանկապատանեկան միջոցառումներ, հանդիպումներ, վարպետաց դասեր, էքսկուրսիաներ, ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ, գրադարանը դարձնելով քաղաքի հետաքրքիր ժամանցի, հանգստի կազմակերպման ու նոր գիտելիքների ձեռքբերման ցանկալի վայրերից մեկը։ Կամավորական հիմունքներով գրադարանում գործում են ծրագրավորման դասընթացներ, կոմիքսներ, սքեթչբուք վարելու արվեստ, պատկերավորման խումբ, Քեմփ գրադարան Ստեփանավանում, լուսանկարչության և օպերատորական արվեստի խմբակ, ռուսերեն լեզվի ուսուցման, Ռուսաստանի պատմության, ռուսերեն լեզվով դասավանդման, զորական, ողջ մնալու արվեստը, ռազմահետաքրքիրական ակումբը գրադարանում անց է կացնում ռազմական պատրաստության դասընթացներ։ 2022 թվականին կենտրոնական գրադարանի հավաքածուները համալրվել են 355 միավորով, նվիրատվությամբ 665 միավորով։ 2022 թվականի գնումներով 200,000 դրամ և բաժանորդագրությամբ ձեռք է բերվել 54 միավոր գրականություն, 2 միավոր պարբերական հրատարակություն։ Շարունակվում է գրքային հավաքածուի էլեկտրոնային գրանցման և էլեկտրոնային գրքացուցակների ստեղծման գործընթացը։ Հայերեն հավաքածուից մուտքագրվել է 1000 անուն։ Գրադարանն այժմ ունի 95,946 միավորից բաղկացած հավաքածու, գրքեր, պարբերական մամուլ, տեսալսողական նյութեր, էլեկտրոնային տեղեկատվության միջոցներ։ Ընթերցողական միասնական քարտադարանում ընթերցողների թիվը կազմում է 2814-ը։ 2022-ին հաջողությունները գրանցել Ստեփանավանի մանկապատանեկան մարզադպրոցը, ուր հաճախում է 162 երեխա։ Մարզադպրոցում գործում է 5 մարզաձև՝ ազատոջի ըմբշամարտ, հունահռոմեական ըմբշամարտ, ֆուտբոլ, շախմատ, թենիս։ Տարվա ընթացքում մարզադպրոցի սաները մասնակցել են տարբեր առաջնությունների՝ մարզային, հանրապետական և միջազգային մրցաշարերի, հուշամրցաշարերի և արձանագրել հաղթանակներ, գրավել պատվավոր մրցանակային տեղեր։ Ըմբշամարտիկները մասնակցել են 35-ից ավելի հեղինակավոր մրցաշարերի, նվաճել հաղթանակներ։ Մարզադպրոցի 3 ըմբիշ այժմ սովորում է Օլիմպիական հերթափոխի քոլեջում։ Ֆուտբոլ մարզաձևից անց է կացվել ավելի քան 250 հանդիպում։ Սաներն արձանագրել են 100-ից ավելի հաղթանակ։ Մարզիչների նվիրյալ և որակյալ աշխատանքի արդյունքում բացահայտվել և աչքի են ընկել ֆուտբոլիստներ, որոնցից 3-ն այժմ խաղում են Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում, մեկը Արարատ Արմենիայում։ Շախմատի խմբակի սաները տարվա ընթացքում մասնակցել են 20 մրցաշարի, գրանցել հաջողություններ ու հաղթանակներ։ 10 շախմատիստ արժանացել է շախմատի մարզային տարբեր կարգերի։ Ստեփանավան համայնքի 2022-2026 ռազմավարական զարգացման ծրագիրը կազմվել է ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի աջակցությամբ։ Աշխատանքները տարվել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի կողմից տրամադրված կառավարման խորհրդատուի և համապատասխան ոլորտի փորձագետների հետ։ Ստեփանավան համայնքի ռազմավարական զարգացման ծրագիրը կազմվել է 10 տարվա համար, որից առանձնացվել է 5 տարին, որն էլ տեղ է գտել համայնքի 5-ամյա զարգացման ծրագրում։ Ծրագիրը իր մեջ ներառում է 6 ռազմավարական ուղղություններ՝ աշխարհին կապված, զբոսաշրջային և համագործակցող համայնք, աշխատող, ագրոտնտեսապես զարգացած համայնք, կրթված, մշակութահեն, նորարարական և ժամանցով հագեցած համայնք, հագեցած, մրցունակ, տեղական ինքնակառավարում ունեցող համայնք, դիմակայուն, ինքնատիպ և կանաչ համայնք, առողջ և սպորտային համայնք։ Յուրաքանչյուր ուղղությամբ սահմանվել են տեսլականներ և նպատակներ։ Ուղղություններն իրենց մեջ ներառում են դաշնարդյունքներ, որոնք առանձնացվել են յուրաքանչյուր տարվա համար միջանկյալ արդյունքներ։ Այդ արդյունքները տեղ են գտել Ստեփանավան համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանում։ Յուրաքանչյուր ուղղության մեջ առկա են իրատեսական ծրագրեր, որոնք ներառվելու են համայնքի զարգացման կարևորագույն գործում։
Այդ գործում իրենց ներդրումը պետք է ունենան ոչ միայն համայնքապետարանի աշխատակազմը և համայնքի ենթակայության թողարկները, այլև մեզնից յուրաքանչյուրը, համայնքի մասին մտածող և համայնքում գտնվող տարբեր կազմակերպությունները, ինչպես նաև համայնքի բնակիչները։ Շատ լավ ողջունելի կլինի, որ ասենք դիտարկումներ էլ, առաջարկություններ էլ, ինչ է որ լինի, մենք այդ ամենը կքննարկենք, ինչքան հնարավոր է, ասենք նաև ձեր այդ առաջարկությունները հիմք ընդունենք։ Խնդրեմ պարոն Փոխմարզպետ, ողջունեք ասել։ Հարգարժան պարոն համայնքապետ, հարգելի հյուրեր, ներկաներ, ավականիներ, դեռևս ամեն ինչը տեսարության մեջ լրիվ մանրամասն ներկայացված էր և նախորդ տարվա կատարած աշխատանքը և տվյալ տարում գալիք աշխատանքները, որը որ պետք է կատարվեն։ Այդ առումով ոչինչ չունեմ ասելու ուղղակի ես ասեմ եմ, որ մենք բոլորս ենք հիշում անցած տարվա, երկու տարվա, անցած տարվա ընթացքում Ստեփանավանը ինչ վիճակի էր, որ ամենը դարձել է շինհրապարակ և այսօր ինչ կոպիտ և գեղեցիկ տեսք ունի Ստեփանավանը։ Եվ կուզեմ ասեմ այն, որ յուրաքանչյուր հաջողություն դատապարտված է հետագա իր շարունակության մեջ անհաջողության, եթե ոգևորվելով հաջողությամբ դադարում ենք կատարել մեր աշխատանքները, տվյալ դեպքում ես համոզված եմ և մենք, և Ստեփանավան համայնքապետարանի աշխատակիցները և ամբողջ հասարակությունը ոգևորվելով կատարված աշխատանքից էլ ավելի պետք է նախաձեռնող լինի և կատարվի այդ աշխատանքները ավելի մեծ ոգևորվածությամբ, որը ապացույցն է այս տարվա սուբվենցիոն ծրագրերի արժեքը, մենք մեր առջև մեր նշաձողը բավականին բարձրացրել ենք և համոզված եմ, որ բոլորիս աշխատանքը միտվելու այդ նշաձողին հասնելու բավականին, ձեզ ասեմ, պարոն Գրիգորյան, դուք ձեր աշխատակիցների, ձեր գոլեգաների առջև դրել եք բավականին բարձր նշաձող և այդ նշաձողին հասնելու համար պետք է օր ու գիշեր, գերմարտային քննադատ աշխատանքային հասնելու համար։ Բավականին մեծ թիվ է 2 միլիարդ 30 հազար դրամ, 700 միլիոն դրամ աճը, այսօր մենք ունենք Ստեփանավան համայնքին համարժեք համայնքներ, որոնց ընդհանուր թիվը չկա 700 միլիոն, Ստեփանավան համայնքը ունի 700 միլիոն աճ, դրան հասնելու համար մեր բոլորիս քննադատ աշխատանքն ապրել և համոզված եմ, որ կհասնենք, ձեզ չգիտեմ, այդ աշխատանքում աղթում եմ հաջողություն մեր համայնքին, շնորհակալություն ձեր կատարած աշխատանքի համար, այսքան ինչ է ևս։ Շնորհակալ շատ։ Ուրիշ խնդրեմ։ Կարող է այս ձևաչափով թեկուզ եթե ցանկություն չունենք, բայց իմ խնդրանքն է նաև, որ այսքանից տեսնելով նաև առաջարկություններ բան եթե լինի, թեկուզ են ասում առանձին ձևաչափով ասեք, կասեք, նաև դուք էլ մտածեք վերջին հաշվով, ոչ համայնքապետը, ոչ միայն ավականի, ոչ էլ համայնքապետարանի աշխատակիցներն են այս ամենի համար միայն և միայն պատասխանատու, մենք պատասխանատվությունը կրել ենք մեր սերունդների առջև բոլորով այստեղ ներկաներով նաև այդ պատասխանատվությունը կրել ենք, դրա համար կարող համայնքի ղեկավարը մի բան մտածի, որ սենց հա տեսնեմ և վերջ, բայց լինի առաջարկություններ, որ աղջան, այս սեն չի, սեն բարերով ասած, կարելի է նաև սենց անել, այդ ամենը շատ ճիշտ է ներկալվի և այդ նման ձևով, դրա համար կխնդրեմ մեր համայնքային առօրյա կյանքում բոլոր նաև գերատեսչությունների, ստորաբաժանումների ղեկավարներին, աշխատակիցներին լրիվին համայնքային անցուդարձի մեջ բոլորս էլ լինենք ակտիվ, միանշանակ, ասում եմ, սենց մի բան, աշխատում ենք միայն իշա, համայնքի բնակիչի չկա, որովհետև մեկ այլ բան, հենց դա նաև հենց այդ հանգամանքները հաշվի առնելով, ոչ միայն համայնքի ղեկավարն է, և ասում պատասխանատու, այլ բոլորս են պատասխանատու մեր հարության առջև, մեր վաղ սերունդների առջև։ Դե ինչ ավարտեցինք, շնորհակալություն բոլորիդ։ Հա, խնդրեմ, Մեծարգո Փոխմարզպետ, պարոն Գրիգորյան, հարգելի հյուրեր, ներկաներ, ես չէի նախատեսել խոսք ասել, բայց կուզենամ մի կարճ ելույթ ունենամ։
մաղթենք, որ մեր համայնքապետարանը եւ առհասարակ մեր պետության մեջ գործող բոլոր տեղական ինքնակառավարման մարմինները իրենց առաջ դրած նպատակներին կարողանան հասնել։ Եվ ամեն համայնքում գրանցվեն այնպիսի հաջողություններ, ինչպես որ մեր փոքրիկ Ստեփանավան համայնքում է։ Այո, սա ջանասեր ձեր աշխատանքի եւ ձեր թիմի բռնաջան աշխատանքի արդյունքն է։ Իմ մաղթանքն է, որ նաեւ մեր ժողովուրդը, մեր բնակչությունը նույնպես առավել պատասխանատու վերաբերվի իր քաղաքին, իր փողոցին, մեր քաղաքի ամեն մի փոքրիկ անկյունին, ամեն մի կանաչ ծառին, իր եկեղեցուն, դպրոցին եւ համընդհանուր մի մեծ փոփոխություն առաջանա։ Ամեն այցելող, որ կմտնի մեր համայնք, զգա, տեսնի, որ այստեղ աշխատում է ոչ միայն համայնքապետարանը եւ ղեկավարը, այլ վերջին բնակիչ անգամ հոգատար է իր համայնքի հանդեպ։ Աստված օրհնի ու զորացնի ձեզ բոլորին։ Իր ամենազոր խաչով անուտակ պահի մեր հայրենիքը, անսասան լինի հայ զինվորը։ Այսօր բոլորս էլ գիտենք, որ դժվար ժամանակահատված ենք թևակողում եւ մեծ փափակ ու հույս կա, որ կարողանանք ամուր կանգնենք մեր ոտքերի վրա եւ կերտենք մեր երազած պետությունը, հայրենիքը, Հայաստանը եւ որի համար ամեն անգամ աղոթենք, խնդրենք Աստված պահապանի բոլորիս։ Ամեն։ Շնորհակալություն։ Դե շնորհակալ եմ բոլորիցը։ Միշտ նոր հանդիպում։